Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն ողջունում է բոլոր նրանց, ովքեր անկախ ամեն ինչից միշտ մեզ հետ են մեր կողքին եւ իհարկե հետևում են մեր բոլոր հաղորդումներին։ Ես պիտի ասեմ, որ ընդհանրապես Փակ TV-ն աշխատում է այսպես բարբերաբար նաեւ հաճելի անակնկալներ մատուցել իր բոլոր ունկնդիրներին։ Այդ առումով ասեմ, որ առաջիկայում իսկ ավելի շուտ, ավելի ստույգ այսպես հունիսի 1-ին երեխաների պաշտպանության միջազգային օրը մենք մի շատ հետաքրքիր ինքնատիպ ծրագիր ենք ձեզ ներկայացնելու էլիտար սերունդ պատանի երաժիշտների, ավելի ճիշտ պատանի դաշնակահարների մրցույթ, որտեղ աչքի են ընկնելու մեր տաղանդավոր նոր սերնդի ներկայացուցիչները, բայց որպեսզի խոսքս այսպես ավելի անմիջական լինի եւ ավելի պատկերավոր, նախ դիտենք մի շատ կարճ տեսանյութ, որից հետո բոլորդ էլ կհասկանաք խոսքը ինչի մասին է։ Խնդրեմ տեսանյութը։ Փակ TV-ն հայտարարում է էլիտար սերունդ պատանի դաշնակահարների հեռուստատեսային մրցույթ, նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան։ Մրցույթը մեկ փուլով է, սակայն միայն առաջին 3 տեղերը զբաղեցրած շնորհալիները կընդգրկվեն հունիսի 1-ի տոնական եթերում։ Հայտերը ընդունվում են մինչև մայիսի 25-ը։ Մրցույթին 3 տարիքային խմբով կարող են մասնակցել 7-ից 15 տարեկան երեխաներ։ Կատարումները չպետք է գերազանցեն 7 րոպեն։ Ցանկացողները կարող են ուղարկել իրենց տվյալները նշված էլեկտրոնային հասցեին կամ էլ զանգահարել 099 550 078 094 683 549 հեռախոսահամարներով։ Այո, սիրելի բարեկամներ, ահա այսպիսի հաճելի անակնկալ ենք ձեզ համար նախապատրաստում եւ այս մշակութային ծրագիրը նույնպես հովանավորում է մեր ծրագրի լավագույն բարեկամներից մեկը, մեր ճանաչված իրավապաշտպան Լևոն Բաղդասարյանը, այնպես որ պարոն Բաղդասարյանի կողմից սպասեք նորանոր հաճելի այսպես անակնկալների։ Տիկին Լուսյան մեր տաղավարում է, բոլոր մի պահ մտածում են, իսկ ուր է Տիկին Լուսյան, մեր տաղավարում է, Կիրակի է, օրը Կիրակի է, դա նշանակում է, որ Տիկին Լուսյան սովորականի պես մեզ հետ է։ Նախ բարև ձեզ։ Շատ լավ ծրագիր է կազմակերպել, ով որ մտածել է, որ այդ ծրագիրը առաջ բերի մեր երեխաներին ներկայացնի, երեխաներն էլ կյանքում աշխարհում ամենաառաջին պլանում են, որ մեր հայ տաղանդավոր շատ երեխաներ ունենք հրաշալի, իրոք հրաշալի, ու սերունդն էլ այդպես սերունդ ա գնում, պարզապես որ մեր ժողովուրդը շատ վիշտ տեսավ երկրաշարժից սկսած, այդ պատերազմը Ղարաբաղյան, մարդիկ սոցիալապես դժվար ապրեցին, հիմա էլ կան էլի, այդ երեխաներին չեն կարողանում բերեն ասպարեզ, որտեվ ինքը հենց տաղանդով ծնվում է, ու լավ կլինի, մենակ հենց երեխաները հիշեցի, Առիթ եղան, որ ասեմ այդ մեր հրաշամանուկ փոքրիկ այդ Տիգրանի մասին, որ ամբողջ հավեց աշխարհը ու դրսում էլ հիմա շատ հուզվում են ու խառնված են այդ վիճակով, ինչ եղավ, ես ինչ շատ են գրում, որ մի որևիցե ինֆորմացիա ասեմ, ես կարճ կապում եմ, իրավունք չունեմ, որտեղ չի կարելի ու առանց ծնողների իմանալու ծնողներն էլ ինչ չեն զանգարել, իրենցով միգուցե ինչ որ էքստրասենսներ են կանչել, ինչեր են, ես կխնդրեմ հիմա շատերը դառան պայծառատես էքստրասենս ու սկսում են իրենցով բաներ ասել։ Այդ բոլորի ասածն էլ սխալ է, որտեղ աստրոլոգիան բոլորովին ուրիշ բան է ցույց տվել, ես էլ խոսել եմ երկու գրագետ աստղաբաններ հետ, նրանք բոլորովին ուրիշ բաներ են ասում, ինչը որ այդտեղ ասում են դա այդպես չի։ Այնտեղ լուսնային օրը ես չգիտեմ որ կրիմինալ է այդ գործին, այդ միանշանակ կարամ ասեմ։ Այդ մի բառով, ես իմ մեջում գրեցի, դա կրիմինալ, էլ ոչինչ չեմ խոսել, այնտեղ մի ալիք կա, չգիտեմ ով է դա, որ անդադ իմ բառերը վերցնում, ավելացնում, վերնագրեր դնում, այնց բաներ է խոսում իրան PR-անում, որ ես այնց բաները չեմ էլ ասում։ Երեխայի այս մեկ շաբաթվա մեջ եթե գտան երեխային, կգտնեն, որտեղ այնտեղ լուսնային նոր կա, եթե, բայց ուղղակի չգիտեմ ինքը որ օրինակ կորել լուսնային։
Լուսնային օրեր կա, որ տալիս է հանցագործության բացահայտում, օրեր կա, որ չի տալիս։ Այդ 7-8 օրեկան լուսիններն է, հիմա ես չգիտեմ ինքը որ օրն է։ Եթե ես մեկ շաբաթվա մեջ չգտան, կարող է չգտնեն, բայց տա Աստված ես սխալ լինեմ։ Դա Աստված իհարկե Դա Աստված ու կխնդրեմ, որ ոչ ոք չխոսա այդ թեմայի, որտեղ չի կարելի։ Նախ խանգարում եք աշխատողներ են, քրեական գործեր, որ կանեն, ոստիկաններ, խանգարում են։ Ու չգիտեմ, սխալ բաներ շատ են խոսում։ Շատ սխալվել լավ լռեն, ու եթե ասում եք աղոթեք, աղոթքներով աղոթեք, որ թեկուս գտնիվ ինչ վիճակում է լինի, որ շիրիմ թեկուս ունենա, տեսեք ինչ եմ ասում, որտեղ ես էլ գիտեք, որ թե իմ կորցրել ծնողի համար շատ դժվար է, ես էլ չեմ կարող ասել։ Հասկանում չեմ ուզում որ համբերատար լինենք բոլորս, ու թող դա լինի վերջի դեպքը, բայց հիմա շատ է տենց բաներ լինելու։ Մարտի 27-ից սկսվեց, այն որ ասում է Լուսինը մտավ կարիճ, ծև Լուսին, Լիլիթը, եւ այդ ամբողջ մարտ ամիս ահավոր ալանտակ ամիս էր, մարտի 14-ը Լուսնի խավարում էր, կարմիր Լուսին էր, կրակոտ, արյունոտ Լուսին էր, 29-ն էլ արևի խավարում կար, անպետք ամիս է համարվել մարտ ամիսը, ու հենց 9 ամիս կտևի դեռ, 9 ամիս այս ամեն ինչ, այս ջրհեղեղներ, սպանություն, ինքնասպանություն, հանցագործություն, որտեղ կարիճ ինքը կրիմինալ է, այլասերվածություն, ամենավատ բաներ, ինֆեկցիաներ սեռական առումով, սպիդը, այն ինչ է մյուսը։ Կովիդը։ Հա, չէ, այդ վեներական հիվանդությունները, որ շատ է հիմա տարածված, ուղղակի չեն ասում։ Մենակ կպել են կովիդին, բայց չեն ասում, որտեղ ահավոր վեներական հիվանդություններ կա, որը երեխաների վրա ազդում է ծնելիության ու նաև աչքերի, տեսողության վրա կազդի։ Այս ջրհեղեղները երկնային աղետներ, սրանք հենց այնպես չեն։ Հենց այնպես չէ, որտեղ անգլիան տեսակ ինչ կարկուտներ են ջրհեղեղը։ Բռնցքի չափ կարկուտներ էր կալի, նրանք չէին է սպասում, որ տես բան չնաց, դե խոնավ երկիր, անձրևային երկիր է, բայց տես բան չէր եղել, կոտրեց, ամեն ինչ կոտրեց այնտեղ։ Ամբողջ աշխարհում, հիմա Ռուսաստանը հիմա կսկսի, Թուրքիան, Ադրբեջանը կա ու կա, ես չգիտեմ այնտեղ երբ է վերջանալու, եթե ջրհեղեղը կվերջանա, երկրաշարժ կլինի, նա կվերջանա, նա կլինի։ Մեզ մոտ էլ կա բաներ, բայց սարսափելի չի։ Ուղղակի մեզ մոտ մարդկային զոհերն է շատ։ Ու երիտասարդների ու երեխաների շատ բաներ ջրի հետ է կապված, փլատակների հետ է կապված եւ հիվանդություններ կա աղիների, սնունդի հետ կապված, որ թունավորվածություններ չլինի։ Լավ, լուսնային օրի հետ կապված ուրիշ ինչ կա։ Լուսնային օրը, այսօր լուսինը 11 օրեկանը միշտ ամեն օր ասում եմ լուսնային օրը շատ կարևոր է ու շատ իրեղեք, բայց այսօր ամբողջ 11 այս ամբողջ լուսնային կենթանակերպի նշանների ամենից զգուշ, վտանգավոր, կարևոր խորհուրդ ունի։ Այս հնդիկի անունը ինքան դժվարանում եմ, ես ասեմ, 590 թվականից 660 թիվ, տեսեք այդ ժամանակ ընթացքում ապրող հնդիկ մաթեմատիկոս եւ աստղագետ, ոչ թե աստղաբան, աստղագետ, ինչ որ Վիկտոր Համբարձումյանն եղել։ Աստղագետ, տեսեք որ թվականից աստղագետ Բրահմա Գուպտան, այսպես է իր անունը, որը գրել է 11 օրվա, այս լուսին այսօրվա օրվա գաղտնիքների մասին։ Շատ մեծ գաղտնիքներ ունի, որտեղ իր խորհուրդը այսօրվա Կրակե Վահաննա։ Կրակե Վահաննա եւ օրինքը կոչվում է լաբիրինտ, որը աստրալի զորքերի պայքարն է, մարտնչելն է, կռիվն է, պատերազմը, իրար պատերազմ են տալիս, վերևը նրանք, ներքևը մարդիկ։ Ստեղ կրակոցի պատերազմ, իրար հոշոտելու պատերազմը, ու բոլորն ասում են, ինչ են մարդիկ այդքան չարացել, բայց չարությունը իր մեջ կա։ Ինքը հենց չարություն է ասում են ինչ են չարացել։ Այս սև լուսինը իր շատ վատ գործողություն անում է, կարիճում է։ Այսօր էլ հենց սև լուսինը կարիճում է։ Ինքնախաբեության եւ խաբեության, հանցագործության, դավաճանության, ցավ պատճառելու, այդ որ ասեմ կարիճ ինքը թույնով ծնվում է, ու բոլորդ հասկացեք ժողովուրդ ջան, այստեղ մի ասեք դու կարիճներից չես սիրում, ես բոլորին էլ սիրում եմ։
Ես սրիկաներին չեմ կարողանում տանեմ, որ մարդիկ նենք են, երկերեսան են, կեղծավոր են, հիմա ուրիշ ունեցվածքին աչք են դնում, հիմա այդ բոլորը դուրս են գալիս ու հերթով ունեն պատիժներ, դրանք վթարներն են, վթարները տալիս է, այս է զգացնել է տալիս, ոնց որ թապտա մի հատ ուշքի արի, որ հետո ավելի շատ վատ, ասում այսօր վատ գիտեմ խփում, որ վաղը գլխիդ չխփես։ Պետք է այսօր մարդիկ կարողանան հաղթարել, ինչ որ իրանք արել են վատ բաներ, հաղթեն մինատավրին։ Աստրալի զորքերը մարտնչման օր է համարվում, ամենից հզոր օրն է համարվում ամբողջ այս լուսնային նշանների։ Ով որ մաքրվել է, սրբացված չի, հարկավոր է փակել աչքերը ու իրեն պատկերացրել մաքուր վիճակում, միշտ ասել եմ ամենաճիշտ հալին դա ճիշտ դատավորը դա Հայլին է։ Դու խոսում ես քո հետ, դու խոսում ես քո եսի հետ, անկեղծ կլինես, քեզ ոչ ոք չի լսում, Հայլին քեզ շատ ճիշտ կպատասխանի, դու լավն ես, թե վատն ես, դու ճիշտ ես, թե սխալ։ Այսպես արեք դուք։ Որովհետև հիմա մարդիկ էլ քահանաներն չեն վստահում, որովհետև շատ անգամ ասում է գնացեք եկեղեցի, ապաշխարեք, ծնկեք, եկես արեք, հիմա էլ չեմ ասում։ Ասեմ ուզում ես գնա, ուզում ես մի գնա։ Բայց եկեղեցին ինքը հավաքատեղի է ու վատ չի պետք է գնաս, որովհետև այստեղ հարցը դու քահանայի մոտ չես գնում։ Այդ եկեղեցի ես այ գրել եմ, միշտ մոռանում եմ այդ անունը, եկեղեցին Էկլիսիա, եկեղեցի հունարեն էկլիսիա, որը համարվում է հավատացյալների ժողով։ Իսկ ընդեղ էգրեգրը շատ ուժեղ աշխատում է, հատկապես բացասական, որտեղ ինչ գիտեսի ինչ մարդիկ ինչով են եկել։ Հնարավոր չի ամեն եկեղեցի գնացողը, ծնկեկողը, տերտերի ձեռք պաչողը, ինքը կամ Աստվածաշունչ անգիր անողը, ինքը հավատացյալ է, ինքը քրիստոնյա է։ Եթե այդպես լիներ, այդ պատերիստներս ոչ մի վատ բան չէր լինի։ Գերմանացի ժողովրդին չեն մտցնի եկեղեցի այրեին, նույնն էլ թուրքերը շատ բաներ, թաթարները, մոնղոլները ինչքան բաներ են արել, հենց եկեղեցու մարդիկ վազել են եկեղեցի պատը սպառվելու, բայց եկեղեցին ընդհանուր այրել են։ Պատմությունից կա տենց բաներ, այդ ինչ է նշանակում։ Այդ ինչ է նշանակում, մտածեք ինչ է նշանակում, ամեն ինչ ես չեմ ասի, ինքներդ մտածեք, որտեղ ուղեղը մտածելու համար է։ Կարող է բացել այսօրվա գաղտնիքները, եթե նայեք ինքներդ ձեզ ու մաքրվեք ուղեղով, դա միան աղոթքի միջոցով է լինում ու մանտրաների։ Նաև այսօրը ծնված մարդիկ, ովքեր ծնվել են լույսեն 11 օրեկանի համար, նրանք շատ գաղտնիքներ են ունենում, հարկավոր է տեզերքի բոլոր օրենքներին նրանք ծանոթանան, դրա համար էլ կարդացեք, շատ կարդացեք, ճիշտ է, ռուսերեն է, գրականությունը, ինտերնետում էլ է ռուսերեն, ես հայերեն չեմ հանդիպել, գրեք դուք ռուսերեն լուսինը քանի օրեկան է բերումը կկարդաք և ինքներդ արդեն կորոշեք լուսինը որ օրեկանում իրենից ինչ է ներկայացնում, մի քանի անգամ որ կարդանք, արդեն ձեզ համար դա սովորական կլինի ու կիմանաք որ օրը ձեզ ինչպես պահել, որտեղ դա շատ կարևոր է լուսնային օրերը մարդու համար, հատկապես կանանց ու երեխաների։ Եվ կարդացեք լուսինը որ մի կենդանակերպում է գտնվում, էլի ձեզ դա խորհուրդ կտա։ Այսօր օրինակ կարիճն է, նայեք, եթե այսօր մարդը խաբեց, չարություն արեց, նենգություն արեց, սրիկայություն արեց, որ մոգությամբ զբաղվեց, 12 օր հետո, երբ որ կմտնենք դիմացի նշանը կարիճի, դիմացինը դա ցուլն է, ընդդիմադիրն է, ընդդիմադիրներ միշտ պայքար ունեն, չէ, բայց ընդդիմադիրներ ինչի համար են հենց թեկուզ մեր ազգային, ոչ թե իրար հետ վիճելու է, սովորելու իրարից ճիշտ ու սխալի համար է։ Նրանք իրանց ինչպես են պահում, ընդդիմադիրներն ինչպես ու վերստն դրական է։ Բացասականը մակրենետել է, հիմա այսօր կարիճում է, երբ որ լուսինը կմտնի ցուլ համաստեղություն, այսօրվա քո սխալ, ոչ մի մարդ չի ուզում ընդունի, որ ինքը սխալ է, այսօրվա քո պահած սխալը մինչև անգամ խոսքի մեջ, հենց մտավ ցուլ, դու պատասխանը կստանաս, առաջինը կոկորտիտ է խփելու, ձայնալարերդ, կարող է մրսես, նաև գինեկոլոգիային ու սեռական օրգաններին կարող է խարվածները ստանաս, եթե ճիշտ չես, հենց այդ վարակները դա է տալիս։ Բայց դա բոլորին չի վերաբերվում, չես անի, չես ստանա, կանես, կստանաս։
Օրը հարկավոր է շատ զգույշ լինել, ուշադիր յուրաքանչյուր գործում, հարկավոր է պրակտիկա ձեռք բերել, որոշ մաքրման գործողություններ անել, հատկապես աստրալը մաքրելու դա աղոթքներն է ու մոգական գործողություններ, բայց մի նայեք մոգականը անպայման սև մոգությամբ զբաղվել, որտեղ ամբողջ աշխարհը մագիա է, ինքը սպիտակ մագիա մոմ վառելը դա արդեն մագիա է, բայց լավով նայեք, բարիով նայեք։ Բայց շատ լուրջ, մաքուր պետքա պատրաստվել, երբ մարդ ոչինչ չգիտի կամ գիտի, բայց չի մաքրվում, ոչինչ, ասում եմ, զբաղվի մեկ ուրիշ բանով, բայց այսպես էլ մի բան կա, լավա իմանաս չանես, քան լավա իմանաս անես, քան չիմանաս չանես, դե երևի թարս ասեցի, լավ է չիմանաս անես, քան իմանաս չանես, վատ բան, հիմա եթե դու գիտես սուտը, խաբելը, զրպարտությունը, վատ բաները, մի արա, բայց դու այդ ամենը չգիտես ու անում ես, դրա համար դու պատիժը կստանաս։ Ամենասարսափելին է։ Այո, էդ էլ հիմա պատիժների տարի ենք մենք գտնավորտեղ, որտեղ սա վերջի տարին է, 9-ն է, եկող տարի 26 թիվը, դա մեկն արդեն նորով է սկսվելու ամեն ինչ ամենքդ քեզանով, կարևոր է 25 թիվը դու ոնց կանցկացնես, բայց մենք չսպասենք, որ 26 թիվը մեզ մոտ սկուտեղի վրա բաներ կգա կամ վերևից մանանա կընկնի, նայած դու այս տարին ոնց դու կփակես։ Բայց որ մեր Հայաստանում պատերազմ չկա, ես ուզում եմ ամեն անգամ էլ դա ասեմ, հերիք է հիմար բաներ խոսակ, որ հիմա Ալիևը կգա, իսկանի, ով որ այդքան պատերազմից խոսում է, վախենում է, թող գնա այնտեղ Ալիևի մոտ կռվի, թող գնա Ռուսաստան, Ուկրաինա կռվի։ Եթե այդքան շատ է պատերազմ ուզում։ Մարդիկ, որոնք տեղյակ չեն այս գործողություններից, հարկավոր չէ ծանրաբեռնել իրեն, դա ամեն մարդ չգիտի։ Եվ ոչ մի սուր կտրող գործիքներ չվերցնեք, միջև անգամ հացը աշխատեք դանակով չկտրել ձերքով ավելի ճիշտ, հանում միշտ ձերքով են արել հացու ավելի լավ է եղել։ Սուր գործիքներ չվերցնեն ձերքերին, միջև անգամ ասի հացը դանակով չկտրել, անավարտ ոչ մի գործ չթողնել, վերջացրեք, հարկավոր է դանակների պատառաքաղների հանդեպ մկրատների սուր գործիքներ ուշադիր եղեք, եթե ընկան, ձերքներից դա արդեն լավ նշան չի։ Զգուշացում ատալի վտանգի, միջատներ չսատկացնել, հետո եթե կծեն խայթեն, թունավոր ալերգիա կարող առաջանա, որտեղ քանի Սատուրնը ծկան մեջ է, այնտեղ լուսնային հանգույցուն ենք ծկան մեջ, մաշկի հետ կապված խնդիրներ շատ է տալիս ալերգիան, ամեն տեղից։ 11 օրը ծնվածները ուժեղ անկախատեսելի մարդիկ են անձնավորությունները, նրանց հետ հաճախակի են տհաճ դեպքեր պատահում։ 11 օրվա ծնված մարդիկ կյանքում արկածախնդիր են, իրանց այդ վատ բաները շատ է, միշտ են ասֆալտի քարը ոտքին կպնում է։ Ինքը իր մեջ հարց տա, ինչ չասի, որ վայ աչքով տվեցին, թուղթուկ իրարին դրա համար այդպես եղավ, ոչ, ինքը եկել են աստրալին է, որ մաքրվի, որտեղ զորքերի պայքար կա վերևը, մաքրվի, ոչ մի վատ բան միան, ամեն օրը շնորհակալ եղի Աստծուց եւ լավ կլինի, ամենից լավ աղոթքը դա Հայր մերն է։ Շատ անգամ ինձ գրում են աղոթքներ ասա, որ ես ասեմ, աղոթքը ոտանավոր չի։ Հայր մերը բանալին է քո աղոթքի, Հայր մերը տասա։ Աշխարհի բոլոր լեզուներով կա է Հայր մերը, բոլոր լեզուներով կա։ Երուսաղեմում այնտեղ պատին բոլոր լեզվում չանգամ չինարեր են, ճապոներ են կա Հայր մերը։ Բայց քրիստոնեությունը մարդիկ ճիշտ չեն ապրում, քրիստոնեությունը դա սեր ու բարություն է։ Միշտ մենք առաջի քրիստոնյա երկիրն ենք, բայց կեղտոտ բաներ են անում։ Այդ մարդկանց հաճախակի ասեցի վատ բաներ ալունում եւ այդ մարդկանց շներ կատուներ միջև անգամ կովեր կծում են։ Էլից կուշացնում է դա։ Օրը լավ է անոթի մնալ, քարնել այսօրվա կրակի օպալն է ու սերդոլիկը։ Այսքան։ Դգին Լուսիա, ինչ հաջորդ հարցը ես ձեզ կտամ, մենք հիմա մեր զրույցը ընդմիջելու ենք մի գովազդային հոլովակով, որին արդեն մեր ունկնդիրները քաչ ծանոթ են։ Հետարքի մի արվեստագետի մասին է խոսքը։ Խնդրեմ գովազդային հոլովակը, որից հետո հերթական հարցս կուղեմ Լուսիա Հակոբյանին։
Հայազգի նկարիչ, դիզայներ, քանդակագործ, ճարտարապետ եւ դասախոս Շավարժ Սիմոնյանը այսօր էլ շարունակում է ստեղծել ազգային եւ համաշխարհային ժառանգությունը պատկերող անհատական հրաշագեղ աշխատանքներ։ Իդեպ դրանց թիվն անցել է 500-ը։ Ինչպես նշում է նրա կյանքի վերջին 3 տարիների անբաժան ընկեր պրոդյուսեր Գայանե Սիմոնյանը, իր ամուսինը իսկապես արդարացրեց բոլորի սպասելիքները։ Այսօր էլ արվեստագետի աշխատանքը գնահատողները կարող են ձեռք բերել նրա իսկապես ինքնատիպ ու նմանը չունեցող գործերը։ Տիկին Լուսիա, դե տեսնում եք ինչ արվեստագետներ ունեն։ Ինչ հրաշք է։ Հրաշքեր, չէ՞։ Հատկապես այնքինը, որ փոչուկից օծը բարձրանում է։ Դա ամենամեծ հրաշքն է։ Հա ես անութացա իրենց, իրենք եկել են, որ ինձ տեսնեն։ Վա, ես չէ տեսա, ինչ լավն եք։ Ինչ հրաշք գործեր են, չէ՞ կատարում։ Այդ գիտեք ինչ լուրջ իմաստուն է օծը։ Ես պետք է խոսեմ, տեսնեմ ինք ինչի է, հենց այդ օծն է, այդ սպիրալ եմ ես համարում։ Փոչուկին գտնվող այն բժշկական բաժակը կա, որ օծը ներքևից բարձրանում, գալիս է դեպի վերև ու բաժակը բաց է։ Այդ տեսեք հարց եղավ խոսելու։ Տիկին Լուսիա, ես ասեմ, որ թե Գայանեն, թե Շավարժը շուտով մեզ նորություն են գալու եւ դուք առիթ կունենաք այդ մասին իրենց հետ են զրուցելու։ Ես շատ զարմացա ու շատ շնորհակալ եմ իրոք ձեզանից էլ, որ դուք բարձրաձայնում եք ու ցույց եք տալիս իրենց։ Ապրենք, ապրենք։ Հա, ես հիշեցի շատ բարի աչքերով տղա է։ Շատ։ Շավարժը նկան իրոք հրաշք նկաները տարբերվող են։ Առաջին անգամ այդպիսի գործեր եմ տեսնում ես։ Ես կնոջ ես չի տեսա այդ կինը, որ տենց մեջքից գալիս է օծը բարձրանում է։ Դա չարի իմաստը չի։ Ես այդպես տեսա, որ դա չար չի, դա իմաստությունն է։ Բոլորս այդ սպիրալն ունենք։ Որոցը բարձրանում է, այդ բժշկական, այդ ասեցի կիսատ մնաց, եթե կարելի է ես ասեմ թողեմ մարդիկ, որտեղ դա շատ լուրջ խորհուրդ ունի, ես շատ բժիշկներից, իմ ամուսինն էլ է բժիշկ, ինքն էլ չգիտի, ես շատ բժիշկներից եմ հարցել խորհուրդը որն է այդ բաժակի, որ օծա, ու համարյա նույն բանն են ասում, որ օծի թույնն է, դա բժշկություն է, այդտեղ թույն այդ բացարձակ կապ չկա, դա երրորդի գաղափարն է, վերևինը գլուխն է, այն մարմինն է, բռնիչը, ողնաշանն է, դա էլ տազն է, երրորդը, գոտկատեղ, մեջտեղ վերևում ասում, բաժակը բաց է, այդ գաղափարն է, մեր գլուխն է, ինչի են փարավները քաչալանում, այն բուդաները, իրան քաչալ են, փարան տեսեք քաչալանում են, բայց պարիկ են դնում մեծ, դա գաղափարն է, ու սենց գրվում է, որտեղ մազ կա, մազը, այնտեղ բացել չի կարելի, դա մեր մարմին ամբողջ մազածածկված է, գլուխը, շատ տեղեր կա, թևերը, որ բարձրացնում ես, Հիսուսը խաչված վիճակում, որ նայում ես, թևերը բաց, այս թևի տակերը, դա աչքնա ցուլի, որ գլուխը նայեք, Հիսուսը խաչված վիճակում, հերվիսնում, ցուլն է ամբողջ, այդ ուժ է իրանից ներկայացնում։ Խորհուրդը շատ լուրջ էր, ես կմտերմանամ ավելի։ Այո, մի հարց էլ տամ կապված հենց խաչի խորհրդի հետ, մեր ունկնդիրները շատ են ուզում այդ մասին լսել։ Հա, անցյալ անգամ ասեցի կիսատ եմ բանարը, ես արդեն տանը նայել եմ ու գրել եմ ու հիմա կասեմ Հովնան Ոսկեբերյանի գրվածքից ելնելով եմ ասում, որ խաչը լավ բնութագրում է Ոսկեբերյանը, տեսեք բառը Ոսկեբերյան, չի ասում չարաբերյան, Ոսկեբերյան, այսինքն ամեն իր խոսքը իմաստ ունի, ու լուրջ իմաստ ունի ու դարեր շարունակ դա կգնա։ Խաչը հիվանդների բժիշկն է, չնայած խաչը նաև զենք է համարվում, դա հնից եկած, խաչը լույս է խավարում, խաչը անօրենի տապալումն է, խաչը եկեղեցու հիմքն է։ Հիմա տեսեք, եկեղեցու հիմքն է, ինչի համար շատ տեղեր հենց անին հեռու չգնանք, որ 100 եկեղեցի չէ, 1001 եկեղեցի են ասում, ինչի տեղ եկեղեցիները փլվեցին երկրաշարժից, ինչի Ղարաբաղի այդ Շուշիի միշտ մոռանում եմ այդ եկեղեցու անուն, այդ սպիտակ եկեղեցին, Ղազանչեցուց եկեղեցին, քանի անգամ այդ եկեղեցին ավիրվեց, քանի անգամ, նրանից առաջ երկրաշարժ էլ ա եղել Շուշիում,
Հետո հրդեհները եկեղեցին էլի տապալվել է, առաջի պատերազմին եղավ, այս երկրորդ պատերազմ հիմա չգիտեմ ինչեր են անում թող, որովհետև եկեղեցիները, այն եկեղեցին, որը որ փլվում է, ինքը ճիշտ տեղ կառուցված չի։ Հենց այն խաչը պետք է լինի, որ դա պահի։ Հենց վերցնենք բանը Սայաթնովա Աբովյան խաչմերուկի Սուրբ Աննա եկեղեցին ու կողքը բանն է այդ, որ թվականի հին փոքր Այ ոնց է մոռանում, շատ եկեղեցիներ Երևանում փլվեցին, այդ գինու Մոսկվա այդտեղ ինչքան հիշում եմ Սուրբ Պետրոսն է, Պողոսն է, շատ եկեղեցիներ քանդեցին, բայց այդ եկեղեցին մնաց։ Կաթողիկ է, Սուրբ կաթողիկ է փոքր, այնտեղ խփած տեղեր էլ կա։ Այդ եկեղեցին շատ հին է ու շատ զորեղ, այդտեղ տարիներ առաջ մինչև Սուրբ Աննայի կառուցելը քահանան Տեր Ավետիսը այնքան լավ հավատացյալներ կային, ճիշտ հավատացյալ, այդ փոքր տեղը պատարակ էր անում, որը կանգնելու տեղ չկար, անձնեւին ձյունին, նավես էին կապել, դրսում էին կանգնած մարդիկ, էլի պատարակ, ես էլ շատ 15 տարի պատարակների մասնակցել եմ, դրա համար, որ մեկ ասում են աստուտ եմ զազրել է քո գործը, ասեմ հալա, թող քո ասածը, թող իրանք ինձ բան չսովորացնեն, ես էլ մեջ բերում էր։ Խաչը եկեղեցու հիմքն է, Քրիստոսի շուրջ 1000 տարիներ առաջ Դավիթ արքայի մարգարեությունը իրականացավ Երուսաղեմում Քրիստոսից հետո 351 թվին։ Ցերեկվա 3-րդ ժամին Երուսաղեմի երկնքում երևացել է Սուրբ խաչի նշանը, որը ճառագայթել է ու Գողգոթայից մինչև Ձիթենյանց լեռը խաչը երևում է ազնիվ պայքար է նպատակների իրագործման համար, մարդկության մեջ սեր, եղբայրություն, խաղաղություն հաստատելու համար։ Տերը մեր հոգիների դատարկությունը լցնում է աստվածային խաչից ճառագող լույսով ու ջերմությամբ։ Տեսեք, ամբողջ մեր մարմինը խաչ է։ Էդ էլ է գրված, որտեղ մարմիններն է, անտեղ ձեր խաչերն է, արծիվը, որ թռնում է, դա խաչ է բերևից։ Այս, որ նայում ենք, աչքերը, քիթը, բերանը խաչ է։ Կրծքերը եւ պորտը խաչ է, մեր ձեռքերը բացում ենք խաչ է, մեր վրա խաչերը շատ կա։ Դրա հետ մեկտեղ նայ 6-երն է շատ։ Այդ որ մարդիկ ասում են, «Ոյ 666, սատանայի թիվ, գազանի թիվ»։ Հա գրած է շատ պարզ։ Գազանի թիվը 666, բայց նաև մարդու թիվը, հաշվեք ու գթեք։ Մեր աչքերը, ականջները, ձվարանները, երիկաները, բոլորը 6 է։ Բայց որ շուռ ես տալի դառնում է 9, իսկ 9 արդեն հոգևոր թիվ է։ Այս տարել 9 է, ուղեղ եւ ողնուղեղ։ Ստամոքսի մեջ էլ ոչ մեկը ուղեղ մի փնտրեք, դա միայն կերակուրի համար է։ Տեսեք խաչը ուր բերեց, նաև իմ խոսակցությունը ուր բերեց տարա։ Հետաքրքիր է սրանք սաղ, ու ես կուզենամ, որ շատերը իմանան, լսեն նման բաներ, կարդան, ես ինձանից չեմ հնարում գրականություն գոյություն ունի, ու պրպտում ես, անդադ գտնում ես նման բաներ, որը օգուտ պետք է բերի։ Ու մի լսեք ամեն հիմարությունները, մի լսեք, մի կարդացեք, որտեղ ոչ մի լուրջ բան չեն խոսում մարդիկ, ուսուցանող, ոչ մինչև ես էր հաղորդումը տեղ տալի, որտեղ ուսուցանող բաներ կա։ Մեկ լսում, այս ամուսիններ են, որ կար շաբարշը, ուսուցանող է, այդ նկարներ ուղղակի նկար թող չնայեն, բոլորը հոգևոր նկարներ են, ոնց որ Դալին է եղել, Դալիի նկարների նմաններ, ամենաուժեղ իր կենթանության օրոք ամենահարուստ ռեալիստ նկարն է համարվել, ռեալիստ։ Իմ տղան եղել էր իր թանգարանում, Իսպանիայում, Դալի, Ընդեղից ահագի քարտեզը, ատլաս կա, այդ նկարների բերել էր նաև փողը ուներ միած սենց փող կար, սիմվոլ, այդ նկարները ունի ինքը, վարդը ամբողջ մի բաց երկնքում կարմիր վարդն է ասենց, դա ամբողջ կյանքի խորհրդանիշն է սերը, սիրո խորհրդանիշն է ու ինչի այց կարմիր վարդը, այդ կյանքն է կրակն է, կարմիր, կրակը, բայց վատով չպետք է նայեն, որտև ինքեն փուշըտ մեջը չի նկարել, մենակ ինքը մաքուր վարդն է, կոկոմն է նկարել, որը որ բացվել է։ Տերը մեր հոգիների դատարկությունը լցնում է աստվածային խաչից ճառագող լույսով եւ ջերմությամբ։ Խաչ բառը բնիկ հայ բառ է նշանակում։
որը փայտ է նշանակում։ Հին ժողովրդի մոտ հաճախ է հանդիպում խաչի ու ծառի համար իբրև կենդանության զարթոնք։ Ու հենց նես չէր, որ կարծեմ մայրենին էր ինչքան հիշում եմ, այդ ծառը Բեյրութից են բերել, որ այդ ծառից խաչ արեցին Հիսուսին, մայրենին։ Միջև Քրիստոսի խաչելություն, որտեղ խաչն էլ թարսի գաղափարն է, ու մեր խաչը հայկական ամենից զորեղն է, ով ինչ ուզում է թողածի ես կպնդեմ, որտեղ մեր խաչը ծաղկած խաչն է առանց Հիսուս։ Մենք նորից Հիսուսին չենք տանջում, ինքը ծաղկած խաչն է, ամենից սիրունն է։ Մենք ինչքան խաչքարեր ունենք, պարոն Խուշճան, ոչ մի խաչքար իրար նման չի։ Թվում է թե իրար նման է, բայց իրար նման չի։ Ես այնքան եմ նայել այդ Ղարթախչել, որ բարձրանում ես, ինչքան խաչեր կան։ Նայել եմ, ամեն դետալ տարբեր է, ինչ որ մի բան ավել, ինչ որ մի բան պակած, բայց հնարավոր չի, որ խաչերն իրար նման լինեն։ Խաչքարերը։ Միջև Քրիստոսի խաչելությունը հռոմեացիների մոտ այն էլ եղել է մահապատժի գործիք։ Փայտի վրա խաչելը սկիզբ է առել հունահռոմեական հին սովորույթներից։ Անպտուղ ծառերից են խաչում, որը համարվում էր դժբախտության ծառ։ Քրիստոսի խաչելությունից հետո վերածվեց մարդկության մեղքերի քավող սիմվոլը, այսինքն փրկության նշան։ Խաչը համարվում է նաև սատանայի նկատմամբ հաղթանակ։ Միստիկ նշան է նաև համար, միստիկ առումով դա սիրո խորհուրդ է, որը տառապանք է դրսևորում։ Հետո մեզ մոտ շատ են խաչակնքում, ես նկատել եմ, հենց Հիսուս Քրիստոս անմիջապես, Մայրիկ Մարիամ Աստվածին խաչակնքում, Գրիգոր Լուսավորիչ խաչակնքում, այդքան հարկավոր չի խաչակնքել։ Սխալ է այդքան, մենք փագում ենք խաչի հետ, արդեն մեր մարմինը խաչը կա, հերիք է։ Մի անգամ արա պահում ես, դա զենք է, քեզ պահում ես, հերիք է, էլ այդքան պետք չի։ Րոպե մեկ, ես տաքսիստները, որ նստում եմ, այն ինչքան եկեղեցու կողքով անցնում են, այդ տղաները անդադ խաչակնքում են, մի տղա ասեց, շատ ես հավատում, դու խաչին, թե Հիսուսին, թե եկեղեցին, եսի, բա ինչ ես խաչակնքում, ասում եմ եսի, Իներգիայով։ Խաչի խորհուրդները, 4 թիվը, սա էլ շատ կարևոր է 4-ը, 4 թիվը, 4 թևերն է, այդ տարբեր կողմերն է, արևելք, հյուսիս, հարավ, հետո տարերքներն է, հետո եղանակներն է, ամեն ինչը 4 եւ ամենից կարևոր մեր մարմինն է։ Մեր մարմինն է խաչը, այս մեջտեղինը բռնիչն է, մեր ողնաշարն է, որի վրա հիմնված է ինքը մարդի իր մարմինը։ Ծուռ խաչ տեսել եք, ուրեմն մեջքը տուղիղ պահի։ Չկասես թեքված խաչ։ Այո։ 4 կողմերի լույսի, 4 տարվա եղանակների, 4 տարերքը, նաև էլեմենտներ են, կրակոտ, ջուր, հողը։ Ապոլոնի արևի Աստծո Զևսի որդին նշան էր, խաչերով շատ նշաններ կան, օգտագործվելու, ներկա, բացակա, այս խաչը կրեսիկ նոլիկ, որ խաղում են էլի խաչերը, մածանի մեջ դպրոցում ներկա բացակա խաչերը, այս ձերքին խաչի նշան են դնում, որ չմոռանամ պարտքը ստամ, թուբատ էտեց, չմոռանամ, որ զանգեմ, էտ էլ հենց այնպես չէ, անդադ օգտագործվում է խաչը։ Եվ այն շրջանական նկարներ շատ կա, շրջան ու մեջը խաչ։ Սա խորհուրդն է, շրջանը դա երկրագունդն է, դա արևն է, դա Աստծո գաղափարն է, մեջն էլ խաչը, աշխարհը, երկիրը ամբողջ համախմբվում է Աստծո շուրջ, այդ շրջանը հենց դա, հիմա կվերջացնեմ, ամբողջ համախմբվել է Աստծո շուրջ, բազմապիսի իմաստ ունի ամենից կարևորը հաղթանակն է կյանքի մահի դեմ, հոգու փրկության, էզոտերիկների մոտ խաչի նշանը ֆիզիկական աշխարհն է, վարդը եւ խաչը իմաստը կենտրոնում վարդն է, մարդու հոգին է, որը ծաղկում է, վերամարմնավորվում է եւ անվանվում է
ծաղկող հոգի։ Ու ոսկե խաչեն էլ որ կրում են, այդ արդեն մարդու ճաշակն է, թե ինչպես կսիրի կանի, այսքան խաչերը կե պետք է հզորություն բերի, կարող է այսքան փոքր բերի, արդեն քո մարմնի վրա քո խաչը կա։ Այո, ամեն մարդ իր խաչն է կրում։ Ամեն մարդ ունի իր խաչը, անեկդոտ էլ կա այդ խաչերին, չէ՞։ Տիկին Լուսիա, ես պիտի ասեմ, որ ձեր այս բազմաթիվ բողոքի այսպես արձագանքները դատաիրավական համակարգին կարծես թե տեղ է հասնում, թե չէ, տեղից շարժվում է սայլը եւ հիշեցնեմ, որ իջմիացնում ստորագրահավաք են մարդիկ սկսել, որ ձեր տունը վերադարձվի ձեզ եւ այդ ստորագրահավաք ուզում են ներկայացնել վարչապետին, տեղյակ եք։ Հա, այդ պատուկ որտեղից գիտեք։ Դե ես տեղեկացված եմ։ Եթե դու տեղեկացված ես, ուրեմն դու ապահովագրված ես։ Ինձ էլ ասեցին, որ բնակիչներ բավականին շնորհակալ են բոլորից այդ, որ ստորագրահավաք են արի վարչապետին եւ նախարարին ներկայացնելու, որ օգնեն շուտ ես վերադառնամ իմ տուն, որտեղ դա իմ հորական տունն է։ Իմ հորական տունն է ու հիմա ես ամեն իմ հաղորդման, եթե թույլ էլ չտաք, մեկը ասելու եմ։ Արդեն ինձ ամեն ինչ կարել է այս իմ տղայից հետո։ Ես ասել եմ, չէ, վայրի գազանն եմ, ես վիրավոր գազանն եմ, հովազեն, որ ամեն ինչ պետք է ասեմ անվանական, օդի մեջ չխոսամ, Արմեն Մաթևոսյան իր կնոջ հետ։ Իր կնոջ հետ, որ մեր տունը ոչ մի բանով իրանք վերցրել են իրանք են հույսին են, այնտեղ աղագին կործո։ Հարևաններ ինձ ամեն ինչ ասում են։ Ամեն ինչ ինձ ասում են, դուք ինչ եք անում, քո կին ինչով զբաղվել միջև այդ, ինչ փողային հարցեր արել, դու ինչ սրիկայություն ես արել կառավարիչ, այդ գիտեք ինչ կառավարիչ է, որ մարդկանց տները պետք է վերցնեն։ Մի հատ էլ այդպես Կամո Հարոյան կա, մի սրիկանել են սնանկության կառավարիչ, դատավոր Սուքոյանի, որ խայտարակ ձևով հանեցին սնանկության, կաշառակերության, ես ասել եմ, չէ, որ հիմա ահագին դատավորներ արդարադատությունում, կառավարությունում, ովքեր խարդախ են, ովքեր մարդկանց սխալ բաներ են արել հանուն իրանց կրպանի, բոլորը հերթով վթարներով գնալ է։ Վթարներով, պատիժներով, խայտարակ ձևով դուրս գալու կրպանները ու այդ փողերը ամբողջ կգնա քաղցկեղի իր քաղցկեղի բուժման համար, եթե կբուժվեն իհարկե, դա լասի պատժի հիվանդությունն է, եւ այդ Արմեն Մաթևոսյանն իր կնոջ հետ, որ սա պետք է ասեմ, որ ինքն էլ իմանա, որտեղ մեղ կա Արամ Վրթանեսյանը, ամբողջ կոտրել են իր գլխին, իրար կանայք իրար քույրեր են ու այն դատավորները եւ ես ասել եմ նորից եմ ասում աղջիկ ջան Սուզեր Ուլիխանյան դատավոր որ դու վիշտ ես տեսել ամուսին ես կորցել մանր երեխաներ ես միանշանակ ուզում ես արի իմ դեմ արդեմ խոսե ես քո երեսին կասեմ ամոթ քեզ իմ տղայի մահը քո խղճի վրա նստած է որ դու 2-3 անգամ դու մերժել ես ու հաշիվները չթողեցիր, փագեցիր այն սրիկաներին պաշտպանելով, որ իմ տղան գումար չունենալով չկարողացավ գնալ բուժման։ Ու դու որոշում կայացրեցիր, դու իմացի, որ քո աշխատանքից շատ-շատերը դժգոհ են։ Ես բոլոր դատավորներից հետաքրքրվել եմ, մարդկանցից հետաքրքրվում են, շատերն ասում են, այս լավը չի, այն լավը չի։ Եթե լավը լիներ, մատների վրա կարելի է միան արդար դատավորի գտնել։ Մատների վրա, մի երկու հոգի ես գիտեմ, արդար դատավոր են, իրան գլուխը կաղ արդար, ոչ կաշարք են վերցնում, ոչ էլ սրիկա բաներ են անում, բայց դուք սրիկա եք բոլորներդ, որտեղ ենքան մարդկանց եք դուք թալանել հանուն ձեր կրպանի, ու այն մարդիկ, ովքեր բնակարաններ են վերցնում, իրանց կրպանի ուրիշին թելադրանքով կարան ուրիշի ունեցվածքին վերցնում, դուք բոլորդ պետք է մնաք անտուն։ Տիկին Լուսիա, ես գիտեմ, որ դու կայնուամենայնիվ Ճիշտ արեցի։ Ճիշտ եք արել։ Հələ քիչ եմ արել։ Դեռ էլ եմ անելու։ Պարզ է։ Բայց ես չգիտեմ ինչի ներքին համոզմունք ունեմ, որ դուք շուտ վերադառնալու եք ձեր տունը եւ մենք դա կնշենք։ Հա, փաստաբանս աշխատում է։ Եղավ Լևոն Բաղդասարյանն աշխատում է եւ ինքը կանի։ Ես ուզում եմ ձեզ համբերություն եւ առողջություն մաղթել, որովհետեւ դա այսօր շատ կարեւոր է։ Հանուն ձեր այն որդու որը շատ անհանգիստ է ձեր առողջական։ Իմ տղան ողջ է, ես ուր գնում ենք ինքը իմ կողքն է, ու ինքը ինձ թելադրում է մամ անվախ խոսում եւ անվախ խոսում եմ։ Ինքը շատ բաներ գիտեր, ուղղակի չափից դուրս դաստիարակված տղա էր, չափի զարմանում այդ որտեղից,
որ ինքը ինձ չէր ասում, ոչ դրանց սրիկայությունները չէր։ Հիմա ես արդեն կին եմ, հասուն կին եմ, տատիկ եմ, ոչ մի բանից ոչ ամաչում եմ, ոչ վախենում եմ, ես ամեն ինչ բացահայտ կասեմ ու արդեն պայքարը ես եմ տանելու, ոչ թե իմ դաստիարակված տղան։ Այսքան Աստված ձեզ հետ լինի, բոլորիդ հետ, միայն ազնիվ արդար մարդկանց։ Այդ սրիկաներն էլ թող խելքի բերի, որ Սուրբ Արթանի թուրը գլուխները չկտրի դրանց։ Այսքան։ Եղավ Տիկինոսյան, շնորհակալ եմ այսօրվա համար, ձեզ սպասում ենք հաջորդ կիրակի ինչպես միշտ, ձեզ համբերություն եւ հաջողություն։ Շնորհակալ եմ։ Սերի բարեկամներ, աստղաբան հոգեբան Լուսիա Հակոբյանն էր մեր տաղավարում։ Սպասեք արդեն հաջորդ կիրակի։ Այսօր այսքանը ցտեսություն, լավատես մնացեք։